Բարև ձեզ սիրելիներ, այսօր մենք միասին կուսումնասիրենք առաջի թագավորաց գրքի 17 և 18-րդ գլուխները։ 17-րդ գլուխը Իսրայելի բանակը կանգնած էր փղշտացիների դեմ։ Թշնամու կողմից դուրս է գալիս մի ահռելի հսկա մեկը անունը Գողիաթ, ով 40 օր շարունակ նախատում է ու վախեցնում Աստծո ժողովրդին։ Սավուղ թագավորը ու ողջ բանակը սարսափած էին։ Բայց հովիվ պատանին Դավիթը գալով բանակ տեսնում է այս նախատինքը եւ ասում է հետեւյալ խոսքերը. ով է այս անթլպատ փղշտացին, որ նախատի կենթանի Աստծո զորքերին։ Դավիթը հրաժարվում է թագավորի զրահներից, վերցնում է իր հովական հարթ քարերը ու պարսատիկը եւ դուրս գալիս հսկայի դեմ, հիշեցնելով հավատքի մեծագույն խոսքերը. դու գալիս ես իմ վրա սրով, գեղարդով ու վահանով, բայց ես գալիս եմ քո վրա զորությունների Տիրոջ անունով։ Ընդամենը մեկ քարով Դավիթը տապալում է հսկային եւ ազատագրում Իսրայելը։ Այս պատմությունը պարզապես օրինակ չէ, որ մենք քաջ լինենք։ Սա Գողգոթայի խաչի կատարյալ պատկերն է։ Գողիաթը խորհրդանշում է սատանային, մեղքն ու մահվան վախը, որոնք տարիներ շարունակ ահաբեկում ու գերության մեջ էին պահում մարդկությանը, եւ ոչ մի երկրային մարդ չէր կարող հաղթել նրանց։ Դավիթը նա Քրիստոսի ստվերն է։ Դավիթը մենակ առանց բանակի մտավ ռազմադաշտ եւ հաղթեց Իսրայելի փոխարեն։ Բանակը ոչինչ չարեց, բայց ստացավ Դավիթի հաղթանակի պտուղները։ Հիսուս Քրիստոսը մեր երկնային Դավիթն է։ Նա մենակ մտավ Գողգոթայի ռազմադաշտ, իր թվացյալ տկարությամբ խաչի վրա, ջախջախեց սատանայի ու մահվան ճակատը եւ մեզ ձրիորեն տվեց հաղթանակ։ Հալելույա։ Մենք չհաղթեցինք, այլ Հիսուսը հաղթեց մեր փոխարեն։ 18-րդ գլխում սիրելիներ, Դավիթը հաղթանակից հետո Սավուղի որդին Հովնաթանը իր հոգով կապվում է Դավիթի հետ։ Նրանք ուխտ են անում ու Հովնաթանը, ով գահի ժառանգորդն էր, հանում է իր թագավորական պատմուճանը, զենքերն ու գոտին եւ տալիս Դավիթին, իր իրավունքները զիջելով Դավիթին։ Բայց Սավուղ թագավորը, լսելով ժողովրդի երգը, Սավուղը սպանեց իր հազարավորներին, իսկ Դավիթը իր տասնյակ հազարավորներին նախանձով ու ատելությամբ է լցում սիրելիներ Դավիթի հանդեպ եւ փորձում է նրան նիզակով գամել պատին։ Հովնաթանի պատմուճանը սա խորհրդանշում է, թե ինչպես Հիսուսը երկնքի արքայազնը հանեց իր թագավորական փառքը, իրեն ունայնացրեց ու ցածրացրեց, որպեսզի իր արդարության պատմուճանը հագցնի մեզ եւ կոչի իր ընկերները։ Ինչպես Հովանու ավետարան 15-րդ գլխի 15-րդ խոսքը ասում է. ձեզ այլևս ծառա չեմ կոչում, այլ ձեզ ընկերներ կոչեցի։ Սավուղի նախանձը սա այն նույն ատելությունն էր, որով լցվեցին փարիսեցիներն ու քահանապետները Հիսուսի հանդեպ, երբ տեսան, որ ժողովուրդը գնում է նրա հետևից։ Հիսուսին նույնպես անդադար հալածեցին ու խաչին գամեցին նախանձի պատճառով, բայց նա մեզ հավատարիմ ու սիրող մնաց։ Մատթեոս 27-րդ գլխում Պիղատոսը ասում է. ում եք ուզում ձեզ համար արձակեմ, Բարաբային թե Հիսուս Քրիստոսին։ Եվ շարունակության մեջ ասում է Պիղատոսը, որովհետև գիտեր, որ նրան նախանձից էին մատնել։ Սիրելիներ, այսօր եթե քո կյանքի առաջ կանգնած է մի Գողիաթ, լինի դա ֆինանսական ծանր վիճակ, հիվանդություն, վախ կամ անլուծելի թվացող խնդիր, մի նայիր քո ուժերին, այլ նայիր Գողգոթա։ Դու չես կռվելու, այլ Հիսուսը արդեն ջախջախել է թշնամուն, դուրս արի խնդիրների դեմ Տիրոջ անունով եւ հիշիր, դու մենակ չես։ Դու ունես Հիսուսին, ամենահավատարիմ ընկերոջը, ով երբեք քեզ չի դավաճանի եւ իր թագավորական օրհնությունն է դնում քո
քո կյանքի վրա։ Ամեն։ Աղոթենք սիրելիներ, Տեր Հիսուս, դու ես մեր հաղթանակը, ազատարարն ու մեր անդավաճան ընկերը։ Շնորհակալ ենք, որ դու խաչի վրա մեր փոխարեն տապալեցիր մեղքին ու մահվանը ու Գողիաթին։ Ներիր մեզ, երբեմն վախենում ենք մեր կյանքի հսկաներից եւ մոռանում ենք քո հաղթության մասին։ Խնդրում ենք տուր մեզ Դավիթի հավատքը, որպեսզի ամեն դժվարության հաղթահարենք քո սուրբ անունով։ Թող քո սերը ու հաղթությունը լցնի մեր տները ու մեր սրտերը։ Եթե սիրելիներ, ամեն։ Եթե այս ուսուցումը քեզ համար քաջալերանք էր, ուղղակիր լայքիր եւ կիսվիր եւ մեկնաբանություններում գրիր Տիրոջ անունով հսկաները տապալվում են։ Կհանդիպենք հաջորդ գլուխներում, Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Ամեն։